Գրեթե 5 տարի վաճառքի մեջ վայելվելիսում։ Իմ գլխավոր դասերը։ Մի ապրանքով հեռու չես գնա։ Շուկան անընդհատ փոխվում է, պահանջարկն գնում է, մրցակիցները ճնշում են։ Շարունակ նոր ապրանքներ փորձարկիր։ Ուսումնասիրիր մրցակիցներին, նրանց թույլ կողմերը կարող են դառնալ քոնը։ Չվաճառվող ապրանքը դա մեռած բեռն է։ Ինչու՞։ Եթե ապրանքը չի վաճառվում դեռ սկզբից, հրաշքների մի սպասիր։ Մի թողեք պահեստում, վաճառեք զեղչով ու գումարը վերադարձրեք շրջանառության մեջ։ Ես տեսել եմ, թե ինչպես են աշակերտները պահում ապրանքները ամիսներով ու վնաս են կրում։ 70-ից 30%-ի կանոնը, կայունության եւ ռիսկի բալանսը։ Ինչպես է դա գործում։ 70%-ը դա հիմնական կայուն ապրանքներն են, ծածկում են ծախսերը, նվազեցնում են ռիսկը։ Իսկ 30%-ը դա թրենդային սեզոնային ապրանքներն են, բերում են շահույթ եւ աճ։ Մյուսը դեմպինգն է, հեռացեք առանց ափսոսանքի։ Գների պատերազմը ոչնչացնում է շահույթը եւ նյարդերը։ Այդ դեպքում ինչ անել։ Վերլուծեք նիշան, եթե չեք կարողանում առանձնանալ, փոխեք ձեր ուղղությունը։ Օրինակ, ես դուրս եկա գերհագեցած կատեգորիաներից դեպի ավելի հանգիստ շուկաներ։ Ամենակարևոր դասը վայելվելիսում հաջողությունը ոչ թե մի ապրանք գտա ու հարստացայի մեջ է, այլ ճկունություն պատրաստ լինել փոխել տեսականին, վերլուծությունը տեսնելով մրցակիցների թերությունները եւ կարգապահությունը, վերահսկելով պահիստն ու բյուջեն, հաջալերությունը, լքել վնասաբեր ոլորտները։ Ինչ է լինելու հետո, չգիտեմ, բայց հաստատ շարունակելու եմ փնտրել նոր հնարավորություններ, ոչ թե կառչելու եմ անցյալից։